Ապրիլի 18-ից 20-ն ընկած օրերին արդեն երրորդ անգամ տեղի կունենա Leasing Expo 2025 բոլոր սարքավորումները մեկ հարթակում խոշոր ցուցահանդեսը։ Նախորդին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում սպասվող իրադարձության մանրամասների ու կարևորության մասին են խոսել Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը, ցուցահանդեսի համակազմակերպիչ Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը, ցուցահանդեսի կազմակերպիչ Big Projects ընկերության համահիմնադիր մարքեթինգի եւ հանրային կապերի բաժնի ղեկավար Դիանա Հարոյանը։ Ասուլիսի ընթացքում բանախոսները նախ ներկայացրել են Leasing Expo 2024 ցուցահանդեսի արդյունքները, 2024-ին ոլորտում եղած փոփոխությունները, ցուցահանդեսի ունեցած ազդեցությունը ոլորտի եւ տնտեսության վրա։ Լիզինգը չէր տարբերվում ընդհանուր առմամբ վարկից եւ պահանջում էր գրավի առարկա, սակայն լիզինգը ինքնին հանդիսանում է գրավի առարկա եւ այստեղ այդ հնարավորությունն է ընձեռվում, որ եւ ֆերմերային տնտեսությունները եւ նաեւ այլ ոլորտներում գործող տնտեսվարողները կարողանան առանց գրավի առարկա ներգրավելու օգտվեն, թարմ վերազինեն իրենց արտադրական կարողությունները, ձեռք բերեն գյուղատնտեսական տեխնիկա, սարքավորումներ, վերամշակող սարքավորումներ եւ դա հետագայում կառավարությունը նաեւ ընդլայնեց եւ տարածեց բոլոր ճյուղերի, տնտեսության ճյուղերի վրա։ Բոլոր գործարարները, որոնք հետաքրքրված են պետական սուբսիդավորումներով, կարող են գալ տեղում ստանալ իրենց հարցերի պատասխանները, քանի որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարությունն Էքսպոյի շրջանակում հանդես է գալու տաղավարով, ասում է Big Projects ընկերության համահիմնադիր տնօրեն Համլետ Խնկոյանը։ Պետության սուբսիդավորմամբ իրականացվող լիզինգային ծրագրերը ընդլայնվել են, ընդգրկելով տնտեսության գրեթե բոլոր ճյուղերը։ 70-ից ավել մասնակից ունենք, ամենաշատ ուրախացնող փաստը այն է, որ այս տարի կտրուկ աճ ունենք հայ արտադրողների, որպես մասնակից, ովքեր որ արտադրում են այդ սարքավորումները, որոնք արդեն մրցունակ են միջազգային շուկայում առհասարակ, եւ երկրորդ ինձ համար շատ լավ նորությունը դա այն է, որ այս տարի էկոնոմիկայի նախարարությունը եւս հանդես է գալու տաղավարով եւ բոլոր գործարարները, ովքեր հետաքրքրված են սուբսիդավորումներով, իրենք կարող են գալ տեղում ստանալ իրենց հարցերի պատասխանները։ Leasing Expo-ն տեխնիկայի եւ սարքավորումների ոլորտի միակ եւ մասշտաբային ցուցահանդեսն է Հայաստանում։ Ցուցահանդեսի հիմնական նպատակը լիզինգ ֆինանսական գործիքի մասին իրազեկման աշխատանքն է եւ այդ գործիքի ավելի հասկանալի եւ կիրառելի դարձնելն է բիզնեսի համար, ներգրավելով ոչ միայն ֆինանսաբանկային կառույցներին, այլև ամենատարբեր ոլորտների առաջատար մատակարարների։ Leasing Expo-ն աճ է գրանցել թե մասնակիցների, թե գործընկեր կառույցների կողմից ներկայացված բրենդների, ինչպես նաեւ ֆինանսական կառույցների կողմից ներկայացված պրոդուկտային գործիքակազմի առումով, ասում է Հայաստանի լիզինգատուների ասոցիացիայի նախագահ Արսեն Բազիկյանը։ Բազիկյանը շեշտում է, որ Էքսպոն նպաստել է լիզինգի մասին իրազեկման բարձրացմանը։ Ունենք այս տարի մեծ ծավալի աճ հիմնական միջոցներ արտադրող, տեղական արտադրող ընկերությունների կազմում եւ իրենց ներկայացված գործիքների եւ սարքավորումների մասով, որոնք ուղղված են տարբեր բնույթի ուղղությունների, այդ թվում պահածոների արտադրության, գինեգործության, ագրոմթերքների վերամշակման, այսինքն այն հիմնական ռազմավարական ուղղություններին, ինչի ուղղությամբ իրականացվել են պետական սուբսիդավորման ծրագրերը եւ ինչի ուղղությամբ էլ հանրապետությունը այս պահին առաջընթաց է գրանցում։ Որպեսզի ցուցահանդեսը չլինի տեսական ինֆորմացիայի փոխանցման վայր, կազմակերպիչները հոգ են տարել, որպեսզի այցելուները կարողանան պրակտիկորեն ամեն բան փորձարկել։ Մերիդիան ցուցահանդեսների կենտրոնը տալիս է այսպիսի հնարավորություն, թե ներսի, թե դրսի հատվածում ներկայացված բոլոր սարքավորումները խոշոր եւ փոքր տեխնիկան կարելի կլինի հենց տեղում փորձարկել։ Մեզ համար նաեւ կարեւոր է, որ մենք կարող ենք ֆորմատը պահել ու այս տարի հատկապես հատուկ առաջարկները լիզինգային շատ աղմկահարույց են լինելով, որովհետեւ օրինակ այն քեշբեքերը եւ այն զեղչերը, որ կան ցուցահանդեսի շրջանակում, այլ օրերի իսկապես չեն գործելու։ Ուզում եմ հիշեցնել օրերը ապրիլի 18, 19, 20 ուրբաթ շաբաթ կիրակի օրեր են 12-ից մինչև 20-ը ցուցահանդեսը բաց է լինելու բոլորի համար։